Starnews.am-ը երեկ անդրադարձել էր երգիչ Անդրեի բացառիկ հրապարակմանը։ Երգիչը հոլովակ էր հրապարակել ու ներկայացրել իր երգերից մեկը։ «Առանց քեզ», ահա այսպես էր մակագրել երգիչը տվյալ էմոցիոնալ տեսանյութը։ Այս տեսանյութը ժամերի ընթացքում ողողվեց բազմաթիվ մեկնաբանություններով այն մասին, որ Անդրեին սիրող մարդիկ ու նրա հետևորդները մաղթում էին, որ Անդրեն այսքան տխուր այլևս չլինի և վերջապես նա կրկին երջանիկ ու ուրախ հրապարակումներ անի, որոնք կլինեն նաև իր ընտանիքի հետ, երգչուհի Անի Օհանյանի և նրանց համատեղ դստեր։ Սակայն ինչպես երևում է, հենց ընտանեկան խնդիրներն էլ Անդրեին հասցրել են այս հոգեվիճակին։ Այս հոլովակից ընդամենը մի քանի ժամ անց Անին ևս հրապարակմամբ հանդես եկավ։ Instagram-յան էջի Stories բաժնում Անին գրել էր հետևյալը. «Հիմնականում շատ դաժան մարդիկ սիրում են քողարկել իրենց զոհի կերպարում, 100% էդպես է», Instagram-յան էջի Stories բաժնում գրել էր Անին։ Հավելենք նաև, որ այս ամենը թերևս սկսվեց օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունից, որին Անդրեն ներկայացել էր միայնակ, առանց Անիի ուղեկցության։ Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային և ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում։ Սա էլ բավական չէ։ Անին նաև սոցիալական էջերից հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները և զույգը դադարել է հետևել իրար Instagram-յան հարթակում։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի և հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացրել։ Նշենք նաև, որ Անդրեն պահպանել է Անիի հետ բոլոր լուսանկարները, իսկ վերջին համատեղ լուսանկարը երգիչը տեղադրել էր նախորդ ամսվա սկզբին, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեին։ Starnews-ը հույս ունի, որ խնդիրները արագ կհարթվեն և մեր հաջորդ նյութը զույգի բաժանման մասին հերքող կլինի։ Դե իսկ մենք հավելենք նաև, որ Անին և Անդրեն ունեն դուստր, ով արդեն 1 տարեկան է։ Հավելենք նաև, որ Անդրեն ու Անին այս տարիների ընթացքում բավականին երկար ու բուռն քննարկվեցին։ Անդրեի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է, սկսած այն օրից, երբ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ երգչուհի Անի Օհանյանին։ Հավելենք նաև, որ Անին հեռուստադիտողին ու հանրությանը հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության X Factor հաղորդման շրջանակներից։ Անին շատ լավ ձայնային տվյալներ ունի, սակայն այժմ կարծես թե նոր երգեր չի պատրաստվում թողարկել։ Նա իրեն ամբողջապես նվիրել է ընտանիքին և Անդրեի հետ համատեղ մեծացնում են իրենց առաջնեկին։ Անդրեի անձնական կյանքն ու գործունեությունը վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է։ Տարեսկզբին Անդրեն հայտնեց, որ շատ շուտով հայր է դառնալու։ Դրանից հետո միայն Անին ևս ՀՂԻ կարգավիճակով լուսանկարներ տեղադրեց Instagram-յան իր էջում։ Դե իսկ շատ չանցած Starnews-ը բացառիկ նորությամբ էր հանդես եկել հայտնելով, որ զույգը դուստր է ունեցել, սակայն դեռ չի հանրայնացնում այդ բարի լուրը։ Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչու երգիչը թաքցրեց իրականությունն ու երեխայի ծննդի ամսաթիվը, սակայն մի բան պարզ է՝ Անդրեն և Անին արդեն մի քանի ամիս է ինչ վայելում են ծնող լինելու բերկրանքը։ Նշենք, որ զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Ինչպես արդեն նշեցինք, Անդրեն ու Անին բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հենց այնտեղ, երբ տեղի են ունենում հայանպաստ միջոցառումներ, Անդրեն գնում է ու կենդանի կատարումով ուրախացնում հավաքված հայերին։ Starnews-ը ձեզ է ներկայացնում նաև այդ տեսանյութերից մեկը։ Երբևիցե չեմ հիշում ժամանակ, որ այսքան պառակտված ենք եղել Սփյուռքով, Հայաստանով և Արցախով։ Ես հույսով եմ, որ վերջապես եկել է այն պահը, որ մենք իսկապես պետք է կանգնենք, Աստծո կանչով պետք է կանգնենք և վերացնենք այս ամեն ինչը, այս զազրախոսությունները, բամբասանքները, այս ամեն ինչը։ Ես հասկանում եմ, որ շատերի համար այդ սուտ բամբասանքները հաճելի է լսել, բայց հոգևոր մարդկանց համար հաճո չէ այդ ամեն ինչը։ Մենք պատմությունը մեր երկրի, մեր սուրբ արյան մենք սերտեցի, դու բերդ ես
Սանարի բարձրանում Մասում կաստվածային Քեզնով ենք հավերժանում Դու մեր լույս հայրենիք երկիր հայրենյակ Նշենք նաև, որ օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացավ երգչուհի Սիրուշոյի համերգը, որի ժամանակ Անդրեն նույնպես կենդանի կատարմամբ հանդես եկավ։ Ձեզ ենք ներկայացնում այդ հոլովակը նույնպես։ Ես աշխատեմ բևում։ Ինչ ես ուզում այդտեղ երկեք։ Պահել Վերցրեց սիրողելանից։ Ինչ կարես։ Ուզում էր ականջողի հետ սայել նվիրել։ Իսկ աղա գաս ես տեղը։ Թե ուզում ես էլ։ Ծափարություններով։ Ինչ երկեք։ Արցախի օրով է։ Որով իրիք նագատ սայեկա, նամսիրան լուսայեկա, սորմին կորևեր վարանեք, գիդա սրտես սայեկա, Հորա հո, ապամադա Բայց ես խոսքերը չգիտեմ, գրիչում թե չէ։ Ով սիրո, սիրո